ինչի եմ ես ուզում որպեսզի խոսենք Սուրբ Ծննդյան մասին, ես չեմ ուզում որպեսզի միայն խոսենք Սուրբ Ծննդյան մասին, թե ինչու ենք տոնում ու ոնց ենք տոնում, դա էլ խոսենք դրա մասին, բայց ես կուզենայի որպեսզի մի քիչ ավելի խորիմաստ եւ քրիստոսաբանությամբ բացատրեիք Քրիստոսի ծննդյան իմաստը։ Բայց սկսենք առաջի հարցից, թե ինչու է մեր եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնը նշում հենց հունվարի 6-ին։ Հունվարի 6-ին մենակ մենք չէինք նշում, բոլոր քրիստոնյա աշխարհը այդպես էր նշում, ըստ Տիառնի եղբայր Հակոբոսի ավանդության։ Բնական է հունվարի 6-ը, գիտեք, ճիշտն ասած, հրեական օրացույցով, տոնացույցով չեմ հիշում այդ ինչ օր էր, ամիսը։ Իրանց մոտ այդ ժամանակ այդ օրներ, այդ ամիսներ, որը երբ որ փոխարինում ես հուլիանական օրացույցով կամ որ այսօր գրեգորյան օրացույցն է, հունվարի 6-ն էր ընկնում։ Դրա համար իսկ 4-րդ դարից քրիստոնյաները, ավելի կարող է 3-րդ դարից Երուսաղեմի Սուրբ Երկրի քրիստոնյաները խնդիր ունեցան, որտեղ ուզում էին իրենք համ ծնունդը նշեին Բեթխեհեմում եւ մյուս կողմից էլ Տիրոջ հայտնությունը, որը նաև մկրտությունը, այսպես ասենք, Հորդանան գետում։ Իրարից հեռու էր, այսինքն դժվարություն կար միաժամանակ համ Բեթխեհեմում նշեին, հետո գնային Հորդանան գետ։ Դրա համար որոշեցին որոշ, այսինքն քրիստոնյաներ, ավելի հունական կողմի, այսինքն հավատացյալները, եկեղեցիները, որ ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնեն, իսկ հունվարի 6-ին էլ տոնեն բանի տոնը, այսինքն մկրտության։ Բայց դա ավելի եկավ ճիշտ ասած Արևմուտքից, դա իրանց քաջալերեց, որտեղ դրանից առաջ Արևմուտքում քրիստոնյա ազգերը, Եվրոպայում, այսպես ասեմ, խնդիր էին ունենում, որտեղ ժողովուրդը կարծես թե քրիստոնյա էր դառել, բայց դեռ մեծ տոնախմբությամբ տոնում էր դեկտեմբերի 25-ը, որը Արևի նոր ծնունդի խորհուրդը ուներ։ Այդ խորհուրդներ եւ ժողովրդը մեջ շքեղ, այսինքն տոնախմբության, կառնավալ եւ այլն, հա, դիմակահանդեսներով տոնում էին։ Ու եկեղեցին, որպեսզի այդ ժողովրդի մեջից հանի, ինչ անի, բերին ծնունդը դեկտեմբերի 25 դարձրեցին։ Եվ ընդունին, որ ծնունդը այդ ժամանակն է, որտեղ Արեգակը դա տերն է, Արեգակ արդարության, Մարիամ Աստվածածինը արևելքն է, որտեղից ծնվում է արևը եւ այլն, հա։ Դրա համար սրանով քաջալերված Պաղեստինում, Սուրբ Երկրում այստեղ էլ ասին, եթե այնտեղ արել են, մենք էլ փոխենք, որտեղ մենք էլ ուզում ենք նաև բանը տոնենք։ Համ Հորդանան գետ գնալ եւ Բեթխեմ։ Բայց հայ եկեղեցին մնաց հավատարիմ այդ ավանդությանը։ Իսկ 4-րդ դարից հետո, 5-րդ դարից հետո, երբ որ Քաղկեդոնը եկավ, Քաղկեդոնը դա հաստատեց եւ ավելի քրիստոսաբանական, աստվածաբանական իմաստ տվեց այդ ամեն ինչին։ Դե բնական է, փոխվելով ծնունդը, փոխվեց նաև ավետման տոնը, փոխվեց նաև 40-օրյա գալուստի, այդ փոխվեց անվանակոչության 8-րդ օրը։ Տես դեկտեմբերի 25-ի հետ որ կապենք, անվանակոչությունը դարավ կարծեմ ամսի 2-ին հունվարի, 40-օրյա գալուստը Քրիստոսի, այդ էլ փետրվարի կարծեմ 2-ին, 3-ին, կարծեմ սենց մի բան էլի։ Հա։ Իսկ ավետումը դարձրեցին մարտի 25-ին, այսինքն փոխեցին։ Բայց երբ որ դա Քաղկեդոնով հաստատվեց, ավելի բան եղավ, սկսեցին մեզի նեղություն տալ, որ դուք էլ փոխեք, մենք էլ ասենք, դե ոնց թե դուք շեղվել եք դավանանքի մեջ, մենք էլ սա չենք փոխել էլի։ Իրանք ճիշտն ասած հիմա հունվարի 6-ը տոնում են, բայց տոնում են որպես 3 մոգերի տոն, 3 թագավորների տոն։ Դա արդեն ընթացքում ինչ ա եղել, չեմ կարող ասել։ Դե որովհետև հոգու խորքում այդ 3 մոգերը մի բանը եկան այդ տեսան, իրանք ուզում են երևի ասեն մի շաբաթ հետո եկան հասան էլի ծնունդից հետո եւ այդ բանն էլ կա էլի։ Դե ինչ որ է։ Եվ գալով սրան տարիների ընթացքում մեզի շատ են պարտադրել, որ մենք ընդունենք հունվարի 6-ը, դա ինչ որ դարձել է աստվածաբանական մի հարց էին դարձրել։ Դե մերոնք էլ ասել են մենք հետևում ենք Տիառնի եղբոր ավանդությանը, եկեղեցին ոնց հիմքը դրվել էր, Գրիգոր Լուսավորիչը ոնց էր ասել, մենք չենք փոխի։ Ու սենց մնաց, ու այսօր հետաքրքրին է, որ ամբողջ աշխարհի մեջ քրիստոնյա մենակ մենք ենք, որ հունվարի 6-ին նշում եւ ծնունդը եւ հայտնությունը դա նաեւ մկրտության հետ կապված է այդ բանը։ Մնացածը բաժան են անում։ Ուրեմն գալով թե մենք Երուսաղեմ ինչու ենք տոմար 19 հունվարին անում, որովհետեւ միջև 16-րդ դար բոլոր քրիստոնյաները մի օրացույց էին գործածում, հուլիանական օրացույցը, որը հիմնել էր Հուլիանոս Կայսարը Քրիստոսից առաջ 45 թվականներին։ Օրացույց էր հիմնել, հաշվարկել էր, ինքն էր թե տվել էր, որ հաշվարկեն եւ իր անունով էին կոչել։ Եվ 1580 թվականներին Հռոմի Պապ Գրիգոր անունով մի Հռոմի Պապ, որը նստում հաշվարկում ան այդ օրացույցը, տեսնում որ 10 օր այս հուլիանական օրացույցը հետանգ է։
ու ինքը այդ վերջնական մի նոր օրացույց է հիմնում, որ իր անով է հայտնի դառնում, Գրեգորյան օրացույց, չխառնեն Գրեգորյան երաժշտության հետ Գրեգորյան, հա, այդ օրացույցն է հաստատում եւ ինչ է անում։ Ինքը օրինակ այսօր 5 շաբթի է, ամսի 1-ը։ Վաղը ուրբաթ պետք է լինի, ամսի 2-ը։ Ինքը նենց արեց, որ վաղը մենք արթնանում ենք ուրբաթ օրը, ամսի 11, 10 օր ավելացրեց։ Հասկացա՞ր, ու այն 10 օրվա տոները, եթե եղե եկեղեցական ինչ-որ բաներ, այդ տոները լրիվ ոնց որ ասում ասենք չենք անում, ամսի 11-ին ինչ տոն կա, այդ տոնն ենք տոնում։ Ու այդ ընթացքում եվրոպական երկրների 100 տարի, 20 տարի հետո 50 տարի տարբեր եվրոպական երկրներ սկսում են անցնել այդ տոնացույցին, բայց մնացած արևելյան եկեղեցիները, դա հունական, հայերը եւ այլն, մնացին դեռ Գրեգորյան, հուլիանական օրացույցին, հավատարիմ այսպես ասած, եւ ուրեմն Երուսաղեմում կաթոլիկները բնականը անցել էին արդեն նոր տոմարով, Գրեգորյան տոմարով եւ հետաքրքիր ինչն է, որ այդ տոմարը տարիների ընթացքում օրերը ավելանում էր։ Այսինքն այսօրվա դրությամբ 13 օր է դառը, 10-ից 13 օր է դառը եւ 2100 թվականին 14 օր է լինելու տարբերությունը։ Այսինքն 14 օր շեղվելու։ Ուրեմն այստեղ Երուսաղեմ 1850 թվականներին եղավ բան հաստատվեց ստատուս կվո գոյատևման վիճակ, որը բոլոր սրբատեղիների պատկանելությունը, արարողակարգը եւ այլն հաստատեցին, գրանցեցին եւ ընդունեցին Օսմանական կայսրության օրոք եւ բոլոր պետությունները, որոնք ինչ-որ թեմաներ ունեին այս երկրի մեջ, սուրբ երկրի մեջ, ընդունեցին այդ ստատուս կվոն։ Ուրեմն 1920 թվականին սովետական Հայաստանի ժամանակ Հայաստանը անցնում է Գրեգորյան օրացույցի եւ եկեղեցին էլ է անցնում Հայաստանում Գրեգորյան օրացույցի, իսկ Երուսաղեմը, որտեղ այդ ստատուս կոյի կապված էր, մնում է հին տոմարի եւ միջև օրս մենք հին տոմարով ենք։ Այսինքն հիմա եթե 13 օր է, ուրեմն երբ որ Հայաստանում հունվարի 6-ն են տոնում, ծնունդը Տիրոջ, բանում այստեղ դեկտեմբերի 24-ն է դեռ տակավին։ Հա, այսինքն դեռ մենք բան ենք, բայց որ այսօր սա աշխարհով ընդունված է Գրեգորյան օրացույց, վերցնենք հիմա որևէ օրացույց, ժամադրություն ենք, ասում ենք այսօրը պետք է հանդիպենք, բոլորս նայում ենք Գրեգորյան օրացույցի համարթի թիվերը։ Օրինակ ամսի 10-20 դա Գրեգորյան, բայց երբ որ բացում ենք մեր օրացույցը, Երուսաղեմի օրացույցը, մեր մեջը տեսնում ենք գրածա նոր տոմարի տակ, այս ամսի քանիսն է, կողքը հին տոմարի ամսի քանիսն է։ Ուրեմն ամսի 19-ին աշխարհում բոլորը ամսի 19-ն է իրանց համար, մեր համար դեռ հունվարի 6-ն է։ Մի քիչ բարդ է, Չէ, բարդ չի, բայց հունվարի 6-ին, այսինքն հունվարի 19-ին դուք Բեթլեհեմում տոնեցիք մենք Սուրբ գնում ենք, Ծննդյան տոնը։ այո, դուք ձեր համար, այսինքն աշխարհի համար 19-ը է։ Բայց մենք, որովհետև ասում ենք, այո, ամսի 19-ն է, ես ժամադրություն ունեմ, բժիշկի եմ գնում ամսի 19-ին, օրինակ, հա, վերցնենք։ Բայց մեր օրացույցը բացում եմ, նայում եմ այսօր ամսի 6-ն է հունվարի։ Հայրսբ ջան, շատերի համար Հիսուս Քրիստոսի ծնունդը sense գեղեցիկ ավետարանական ինչ որ sense մի տոնախմբություն է, պատմություն է, բայց եկեղեցու համար դա շատ մեծ նշանակություն ունի։ Ավելի շատ այդ իրադարձության մասին կուզեի խոսենք, ավելի խորացված, եթե կարող եք բացատրել։ Եկեղեցու համար բոլոր տոները կարևոր են, նաման, որը կախված է Քրիստոսի տնօրինության, այսինքն տնօրինական հարցերի հետ, որը մեզ համար փրկչագործություն է։ Եթե ինքը միայն ծնվեր, չխաչվեր, հա, փրկություն չէր լինի։ Եթե մի տեղից օդից հայտնվեր, գար խաչվեր, նորից փրկություն չէր լինի։ Եթե խաչվեր, հարություն չառներ, նորից փրկություն չէր լինի, հա։ Հարություն առներ, բայց չհամբարձվեր, փրկություն չէր լինի։ Համբարձվեր եւ այդ հույսը տար, որ գալու է, նորից փրկություն չկա։ Դրա համար այդ ամեն ինչը եկեղեցին համակարգել է, տեղադրել է ամեն ինչը, որ մեր փրկության համար դա կարևոր մի բան է դառնում, պատահական չի։ Օրինակ, վերցնենք հայ եկեղեցու տոնացույցը մի քիչ ուրիշ ձև է։ Դարերի ընթացքում մեր եկեղեցու հայրեր են հղկել, պատրաստել են, ի վերջո այն ունենք ինչ որ ունենք։ Օրինակ, մեր տոնացույցը, մեր հավատքը աստվածակենտրոն է։ Այսինքն ամեն ինչ Աստծո շուրջն է դառնում։ Դրա համար Կիրակի օրերը, որը Կիրակի օրը ինչ է, հունարեն բառ է, Կիրյակի, չէ՞, մենք էլ ենք հայերեն Կիրակի ենք ասում, որը հունարեն բառ է, որը նշանակում է Տերունի օր, Տիրոջ օրը, որը Կիրակին է, այսինքն մեկ շաբաթը, միաշաբաթը։ Հա, այդ Տերունի օրը ինչու, որտեվ այդ օրը հարություն առավ Տերը եւ էդի խորհրդանշում է 8-րդ օրը։ 8-րդ օրը, որը նոր դար է, այսինքն 7 օր, Աստված 7-րդ օրը հանգստացավ, ինքը մտավ գերեզման, հանգիստ արեց եւ 8-րդ օրը հարությունն է։ Հիմա մենք հարության մասին չենք խոսում, բայց մեկ-մեկ կարող անդրադառնանք։ Ուրեմն այդ տոնախմբություն այդ ամեն ինչը շատ կարևոր է մեզ համար, որ եկեղեցին հաստատել է։ Ուրեմն Կիրակի, բոլոր Կիրակի օրերը մեզ համար Տերունի տոներ են։ Տերունի օր դա բանն է, հարության տոնն է,
Քրիստոսի հետ կապված, դա Աստվածածնի հետ կապված տոներն են, խաչի հետ կապված տոները եւ եկեղեցու հետ կապված տոները բոլորը Կիրակի են։ Կիրակի են բացառությամբ օրինակ ծնունդը մենք ֆիքսել ենք 6-ին, կարող է ժամանակին մերոնք էլ Կիրակին անեին, մոտ Կիրակին 6-ին, բայց որ այս աստվածաբանական խնդիրները, կարևորությունը մերոնք դա դրել են եւ արդեն մեր հայրերը որ խորանում են, մի քիչ գիտեք, երբ որ ուրիշների հետ բանավիճում ես, ինքը քո հետ, երբ որ լեզվակռիվ է տալիս, այսպես ասեմ, աստվածաբանական, դու պետքա փորձես իր լեզվով, իր ոճի մեջ խոսաս։ Օրինակ Տաթևացին խոսում էր այդ ժամանակվա ընդունված դասական, դպրոցական կամ սխոլաստիկ ոճով։ Դրա համար ինքը երբ որ իր գործերը որ տեսնում է, շատերը չեն հասկանում, կաթոլիկ այդ վաղ ընդունված փիլիսոփայական ոճն էր խոսալու։ Ու Տաթևացին դրա համար շատ բաներ եւ Իրանից առաջ հետո այնպես մանրանում են 6 հունվարի, որովհետեւ Աստծո արարչագործությունը 6 օր, պատահական չի մենք այդ օրը կարդում ենք Ծննդոց գիրքը, արարչագործությունն ենք հիշում, այդ սա իրար հետ կապված է։ Ու դրա համար գալով հունվարի 6-ը մենք պահել ենք ոչ թե մոտ Կիրակին, ինչպես օրինակ վերափոխումը, չէ, Աստվածածնի 15-ին մոտ Կիրակին ենք անում, դե օգոստոսի խաչ վերացը 14-ին մոտ Կիրակին ենք անում, հա, բայց ծնունդը մենք հաստատել ենք, որ պետք է լինի հենց հունվար 6։ Դրա հետ կապված են նաև ավետումը, որը ապրիլի 7-ին է, մենք Երուսաղեմ 5 տոմարով ապրիլի 29-ն ենք անում։ Դրա համար ապրիլի 6-ին գումարում ենք 9 ամիս եւ այնտեղ 5 օր անգնում, լինում է հունվարի 6-ը։ Ապրիլի 20-ին գումարում ենք 9 ամիս 5 օր, լինում է հունվարի 19-ը։ 19-ը, այս բաները կա։ Ուրեմն ինչու հենց դրա համար մեր եկեղեցին առաջի տոնը, որ սկսում է, դա ծնունդն է։ Ծնունդն է, ծնունդով նույնիսկ տոնացույցը, որ վերցնում ենք, առաջինը որ բացում ես, դա Սուրբ Ծնունդ եւ Աստված հայտնությունն է սկսում առաջինը։ Ճաշու գիրքը, ճաշոց ավետարանը, որ բացում ես, առաջինը այդ տոնն է սկսում։ Դրա համար հիմքը դրվում է, որտեղ Քրիստոսի ծնունդով է սկսում։ Հին ուխտի մեջ Աստված մարդկանց հետ խոսում է տարբեր ձևի։ Այնտեղ նշաններով, բաներով եւ ի վերջո մարգարեների միջոցով էր խոսում, հրեշտակների մարգարեներ եւ Եբրայեցիս թղթի մեջ Պողոս առաքել ասում է. Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց որդու միջոցով։ Ամեն ինչի ժառանգ կարգեց եւ որի միջոցով ստեղծեց նաեւ դարերը։ Այսինքն սկիզբը դրվեց Քրիստոսի ծնունդը եւ մենք ասում ենք հավիտենականության մեջ ինքը ծնունդ է, հոր ծնունդն է, բանն Աստված, բայց ինքը սկիզբ չունի, ժամանակ չունի, հավիտենականության մեջ, բայց ժամանակի մեջ ինքը սկիզբ ունի։ Այդ սկիզբն էլ հունվարի 6-ն ենք մենք դրել, դրա համար մեզ համար դա կարևոր է, պարզ holidays չի, ինչպես հիմա սկսել են տարբեր երկրներում, դա Սուրբ Ծնունդ վախում են ասեն, որպեսզի ուրիշ կրոների ներկայացուցիչներին չնեղացնեն, որ մարդիկ չնեղվեն, այդ օրը ոչ թե Christmas կամ Քրիստոսի ծնունդ, այ holiday, չէ, կարծեմ տես բան կա։ Այո, ասում են happy holidays։ Օր, այդ Սուրբ օրը ինչ կուզես կարաս անվանել, չէ, կարաս ուրիշ օտար ազգերի տոնել լինի Սուրբ օր, չէ։ Դրա համար ծնունդը դա հիմքն է եւ սկիզբն է, որովհետեւ Քրիստոսի ծնունդով այդ հին ուխտը մարգարեների միջոցով եւ այսօր էլ ծնունդով Քրիստոսի հիմք դրվեց փրկչագործությունը։ Եվ 30 օր հետ 30 տարի հետո այդ նույն օրը Քրիստոս գալիս է Հորդանան մկրտվելու։ Այսինքն ինքը 30 տարի Քրիստոս չկար, ինքը չէր երևում, ինքը երբ որ եկավ իր ժամանակը, ինչու հենց 30 տարեկանում, դա Ադամի տարիքն էր, որը Աստված Ադամին ստեղծեց այդ տարիքով։ Ու այդ տարիքով ինքը եկավ այդ առաքելությունը անելու, ինչ որ ինչի մեջ Ադամը ձախողվեց, էլի։ Բայց նաև դա իմաստուն էր, քանի որ ռաբիները իրավունք չունեին, չէ, 30 տարեկան միջև քարոզելու։ Դե էդ էլ կար, դա էլ գալիս է անդեղից, չէ, ասում է, որ դուք Ադամի հասակ, կատարյալ հասակին, դա եկեղեցու հայրերը ասում են, Ադամը 30 տարեկան հասակ մարդու կերպարով ստեղծվեց, ոչ թե երեխա էր, էլի մեծացավ, ինքը արդեն կատարյալ, դրա համար երբ որ ասում են երիտասարդ, 3-10 30-ն է երիտասարդ, էլի, դա 20 տարեկանը չի, էլի, երիտասարդ։